Հռիփսիմե Խորշուդյանի հարազատներն ու երկրպագուները առաջինն են եկել օդանավակայան։ Ծանրորդուհու ապագա ամուսինը անհանգիստ է, ինքնաթիռը վայրէջք կատարել է, իսկ մեդալակիրները դեռ չեն երևում։ Քասախից ու Գյումրիից եկած երկրպագուներն ու մարզական ընկերները սպասում են տոնական տրամադրությամբ։ Հռիփսիմեի մայրն ասում է, որ այսքան հուզված երբեք չի եղել։ Չեմ կարող ասեմ, հուզված եմ, Վարդերը ապագաս կեսրոջ ձեռքում են, բայց փեսան է նվիրելու։ Հռիփսիմեի սիրած ծաղիկներն են, տարոն է գնել բնականաբար, ինձ մոտ է, երբ որ գա տարոնը պիտի նվիրի։ Օլիմպիական 2 բրոնզն ու 1 արծաթը արդեն Հայաստանում են։ Երկրպագուներն այնքան շատ են, որ հարազատները դժվարությամբ են մոտենում օլիմպիականներին։ Թեև այս տարի ոսկի չունեցանք, բայց Ջուլ Ֆալակյանին, Խուրշուդյանին ու Ալեքսանյանին չեմպիոնների պես են դիմավորում։ բոլորին նվիրում եմ իմ հաղթանակը։ Քրտնաջան աշխատանքի շնորհիվ ես հասա իմ երազանքին։ Այս տարին անկախ Հայաստանի օլիմպիական առաջին գեղեցկուհի մեդալակրի համար կրկնակի նշանակալից է։ Օլիմպիական բրոնզը արդեն ձեռքում է, իսկ հարսիկ հողը պատրաստվում է աշնանը կրել։ Ամուսնանալը այս տարի բայց չեմ որոշել որ ամսի։ Հաջորդ օլիմպիադային դեռ 4 տարի կա։ Ռիո դե Ժանեյրոից ոսկի բերելուն մեր մարզիկները պատրաստվելու ժամանակ ունեն։ Սպարտակ Գրիշյան, Վահե Եղիազարյան, ժամը լրատվական։